Աննա Գրիգորյան։ Նախորդ հարցի շարունակությամբ հաշվի առնելով, որ ձեր հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյանն է, ես ուրիշ որևէ անդրադարձ այս պահին չեմ ուզում անել ամենայն հայոց կաթողիկոսին վերաբերելի ձեր պնդումների մեջ, որովհետև դուք Նավասարդ Կճոյաններով եք մտադիր այսպես կոչված ձեր բարեփոխումները իրականացնել։ Իսկ երբ որ ասում եք ես հոգևոր կյանքով ապրող մարդ եմ, ես ինքս հոգևոր կյանքով ապրող մարդ լինելով հանդերձ, ձեզ այդպեսին չեմ տեսնում, որովհետև իրական քրիստոնյան չի կարա Սաղմոս արտասանի ու հաջորդ վարքյանին ատելության քարոզանի, մեկին ասեն ինչու չես զոհվել, դու ինչ ես կենթանի, որևէ քրիստոնյա այդքան ատելության որևէ մեկի նկատմամբ որևէ բան չի ասում։ Հիմա հարցին գալով։ Քանի որ այստեղ նորմալիզացվեց պիղծ բառը, ես ուզում եմ ձեզ ասել, որ մեծ հաշվով ձեր կառավարության ներկայացրած ծրագիրը հայկական պետության բովանդակության առումով պիղծ է, որովհետև այն պնդումները, որը վերաբերվում են մեր սահմանադրությանը, անկախության հռչակագրին, եկեղեցուն, տարածքների հանձնմանը, իրանք որևէ կապ չունեն իրական հայկական բովանդակության պետության հետ։ Այո, մեր պետությունը իդեալական չի եղել, բազմաթիվ խնդիրներ են եղել եւ մինչեւ ձեզ եւ ձեզանից հետո, բայց չի եղել Ադրբեջանի կողմից պարտադրվող բովանդակությամբ Հայաստանի Հանրապետություն։ Այդ համարակալման հետ կապված իհարկե ելույթում հանդես կգանք, բովանդակային առումով դրա մասին կխոսենք, իսկ հիմա հարցս կոնկրետ ձևակերպեմ։ Ձեր ելույթի ընթացքում ասում եք, որ սահմանադրության փոփոխության հարցը մի բան է, որ ժողովուրդը ձեզ լիազորել է իր ընտրությամբ։ Իհարկե ընտրության լեգիտիմության մասով էլ մեր դիտարկումները կանենք, բայց Սահմանադրության փոփոխության համար պետք էր, որ ժողովուրդը տրամադրեր 2/3 մեծամասնություն։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ Բարգավաճի մանդատները վերցնելով 3/3 եք ձևավորել, 2/3 չեք ձևավորել։ Ավելին դուք նույնիսկ ահաբեկել եք ժողովրդին, որ եթե մեծամասնություն չստանանք 2/3, կլինի պատերազմ։